Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում, հիշեցնեմ, որ հաղորդումները կարող եք դիտել նաեւ մեր թվային հարթակներում։ Այս պահին մենք սխալ հաշվարկն ենք սկսում, մեր տաղավարում Գևորգ Սաֆարյանն է, Early One-ի հիմնադիրը, Գևորգ ջան, ողջույն։ Ողջույն Մոնիկա ջան։ Շնորհակալ եմ, որ այս ֆորմատով ենք հանդիպում։ Ես եմ շնորհակալ։ Ես հույս ունեմ, որ դուք ինչքան ձախողած դեպքեր կունենաք, այսպես ջրի երես կհանեք այս հաղորդման ընթացքում եւ ինչպես շատ գործարարներ խուսափում են պատմել դրանց մասին, դուք այդ շարքում չեք լինի ու մեզ կպատմեք։ Փորձեմ։ Պատրաստ եք։ Շատ ձախողումներից խոսելը դժվար է, այն իմաստով որ ես ձեր հյուրերից մեկին լսում էի, ինքը ասաց ես միշտ գրում եմ Մկոյան Դավիթները ոնց որ ասում ես գրում եմ ամեն շաբաթ, ես տենց չեմ անում, բայց դասեր քաղում ենք մեր սխալներից, բայց ես ձեր հաղորդման անունից եմ ոգևորվել սխալ հաշվարկի, մտածում եմ ինչն եմ սխալ հաշվել, ու երևի թե դրանից խոսենք, հա, շատ դժվար է, առաջին բանը որ հիշեցիք որն էր, ասեմ ձեզ, երբ Early One-ը նախագծում էինք, իսկ Early One-ը նախագծում էինք մեր առաջին բիզնեսի հիմքի վրա, կարելի է ասել։ Մեր նպատակը այն էր, որ Early One-ը պետք է 5-6 տարվա ընթացքում դառնա մի քանի միլիարդ արժողությամբ բիզնես։ Ու այնքան լավ էինք հաշվես, գեղեցիկ, սիրուն ամեն ինչը տենց որ ու նպատակներ, որ 8 միլիարդանոց բիզնես լիներ, 8 միլիարդ դոլարի մասին է խոսքը, ու այդ ամեն ինչի մեջ կար ամենակարևոր կտորը առաքելությունը, որը մենք շարունակում ենք, պահում ենք, ծառայում ենք այդ առաքելությանը, բայց այդպես մտածում ենք, որ ամբողջ աշխարհով կկարողանանք տարածել այն, ինչ ստեղծել ենք Հայաստանում, ստեղծում ենք եւ ընկերությունը կլինի այդպես շատ միլիարդավոր դոլարներ արժողության, որը մեզ թույլ կտար շատ ուրիշ բաներ անել նաեւ, բայց այդտեղ սխալվել ենք։ Հիմա արդեն երևի 8-9 տարի է ընկերությունը գործում է։ Եվ ինչ արժողությամբ։ Շատ հանրային չենք ասում, բայց միլիոնավոր դոլարներ են։ Ոնց որ, բայց այդպես ինչ որ հատուկ հաշվարկ եւ այլն չկա։ Բայց հիասթափվել եք, որ այդ թիվը, որին ձգտում եք, չհասակ 5 տարում։ Չէ, չենք հիասթափվել, բնականաբար ընթացքում տարբեր դժվարություններ են եղել եւ այդ հաշվարկում շատ բան չէինք հաշվի առել։ Բայց եթե այդ նպատակը չլիներ այդպիսի մեծ բիզնես կառուցելու, կարող է այն ինչ որ ունենք, չունենայինք։ Դա շատ կարևոր հանգամանք է, որ մեծ նպատակները պետք դնել եւ քայլ առ քայլ գնալ դեպի այդ նպատակը։ Հետաքրքիրն այն է, որ նենց չի, որ դեռ չենք հասնելու։ Հույս կա, որ հնարավոր է։ Իրատեսականությունը բերել է նրան, որ հասկանում ենք, որ դա այդքան իրատեսական չի, բայց ելի շատ մեծ արժեք հավատում ենք, որ կստեղծվի։ Անպայման կստեղծվի։ Օրինակ ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ միշտ սխալներ տեղի են ունենում։ Կապ չունի դու սկսնակ գործարար ես, թե պրոֆեսիոնալ գործարար ես 1000 տարվա փորձով, հմտություններով, միշտ ինչ որ մի փուլում սխալ լինում է եւ այդ սխալները շարունակական են։ Ինչով է դա պայմանավորված։ Դա նորմալ ընթացք է համարվում, թե ամեն դեպքում սովորելու զուգահեռ է դա ճիշտ այսպես մեխանիզմ։ Մեկը սխալը մի բան է, որտեղ պետք է հասկանալ ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Դե ձևակերպենք ինչն է սխալը, ձեռներից է, տարբերվում է ոչ ձեռներեցից, ինչ որ էքսպերիմենտներ, շատ ավելի ռիսկային մոտեցումով, որ թույլ է տալիս ռիսկի դիմել, իսկ ռիսկը ինչ նշանակում, որ դու անում ես ինչ որ մի բան, որ դու դեռ չգիտես իր ելքային արդյունքը ինչ է լինելու։ Եվ այդտեղ առաջանում է ոնց որ կամ հաջողություն կամ անհաջողություն, որովհետև դու չես կարող ամբողջ միանշանակ իմանալ։ Ամենացածր ռիսկային, որ ասում եմ, գործողությունները մեկը ինչ որ մի չնչին տոկոս կա ռիսկի։ Նույն օրինակ մարդիկ իրենց գումարը տանում են դնում են բանկում, որպեսզի եկամուտ ստանան ավանդի տեսքով, բայց այդ բանկը կարա վաղը սննկանա օրինակ, ու այդ ռիսկը կա, փառքաստու վերջերս քիչ է լինում դες բան։ Հատկապես մեր երկրում։ Հիմա հարցը նրանում է, որ ցանկացած որոշում ունի իր դրական ելքն ու բացասականը։ Եվ այստեղ արդեն ոնց որ բացասական ելքն էլ այդ դեպքի համար է բացասական,
բայց ինքը դրական է միևնույն դեպքում, որտեվ որպես ձեռներեց, ես եթե ինչ-որ գործողություն անում եմ, հասկանում եմ, որ այս ձևը չի աշխատում։ Կամ այս ձևը պետք է մի քիչ այլ ինչ-որ մոտեցում ցույց տալ, որպեսզի ելքը լավ լինի։ Այդտեղ դաս է, որը դու խաղում ես, որը հիմք է ծառայում քո հաջորդ հաջողության։ Վախեր չի առաջացնում, մի անգամ սխալվեցի, տեսա, որ չի ստացում, երկրորդ անգամ մի փոքր այլ կերպով փորձելը։ Գործարարի համար այդ ռիսկի գնալը մի քանի անգամ ինչ այսպես կորուստների կարաբերի ու արդյոք դա անդառնալի չի կարող դա լինել։ Չէ, նախ ամեն ինչ էլ կարող անդառնալի լինի, ինչ որ բաներ կա, որ կարող անդառնալի լինեն։ Չգիտես հետևանքը ինչ կարա լինի կամ օրինակ եմ ասում հապաղելը չանելը կարա անդառնալի լինի որովհետև օրինակ մեր տեխնոլոգիաների ոլորտում հատկապես մեր ոլորտում եթե մենք հապաղ էինք անընդհատ ինչ որ պրոդուկտի վրա ներդրումներ չանեինք չբարելավեինք եկողա մրցակիցները գային մեզ փոխարինեին ու դառնար կոպիտ ասած անդառնալի հա ու անդառնալի ասելով այդ պայդրության բիզնեսը կորցնեին հիմա միշտ կան վախեր ու ես ունեմ մի հատ վախ կուզեմ կիսվեմ վախերից մեկ այն է որ հենց 2008 թվականից երբ բիզնեսը սկսել եմ հիմա վաղուց այդ չունեմ բայց մեկը երբ որ դժվար օրերը գալիս են դու հասկանում ես որ ամենա տենց վախենալու բաներից մեկը այն է որ դու քո պարտականությունները պարտավորությունները լավ չանես ու առաջինը աշխատավարձ տալը ու ես իմ համար շատ կարևոր է որ գործարարը միշտ այնքան կարողանա եկամուտ ու cash flow ունենա, որ կարողանա իր աշխատավարձները ճիշտ ժամանակին տա։ Հիմա ճգնաժամ տեղի ունեցավ տեխնոլոգիական ոլորտում, հատկապես դրամի արժևորումից հետո շատ ընկերություններ սկսեցին ոնց որ կորուստներ ունենալ, ստիպված սկսեցին կրճատել թիմը, որպեսզի կարողանան գոյատևել։ Հիմա դա շատ վախենալու է, շատ ոչ հաճելի գործընթաց է, եւ այդտեղ շատ բաներ չես էլ կարող հաշվես։ Ոչ մի կերպ այդտեղ չեմ կարծում որ հաշվարկ կար, որ կարա դրամը 30%-ով արժևորվի։ Այդ հաշվարկը չկար։ Հիմա որ եղավ, մարդիկ ստիպված սկսեցին ադապտացվել դրան։ Բայց դրանից հետո ինչ հետևություններ պետք է անել։ Այսինքն հետագայի համար դիվերսիֆիկացիայի մենք մի քիչ մեր համար մի քիչ ցավոտ էր, դա, բայց դիվերսիֆիկացիա եղավ։ Հետո մեր առաջին դասը մենք քաղել ենք 2009 թվականին, երբ 2008-ին նոր սկսել էինք ու տեղի ունեցավ դրամի էլի արժևորում եւ մեր վարկերը ոչ թե արժևորում, այլ արժեզրկում եւ մեր վարկերը դոլարով էին, եկամուտները դրամով։ Ու տենց շատ մեծ քանակի ոնց որ գումար կորցրեցինք առաջինից գործարքից ու տեղից հետո հասկացանք որ պետք է մի քիչ ավելի դիվերսիֆիկացնել բիզնեսը, պետք է այդ արտարժութային ռիսկերը մեղմել, տենց առաջին դասներ մի քանի ամսվա ընկերություն էինք ու մեր աշխատած գումարը շատ մեծ քանակի կորցրեցինք։ Այ երկու դեպք պատմեցիք, առաջինը որ կանխատեսում եք որ մեծ այսպես գումարներով ընկերություն կստեղծեք եւ երկրորդ դեպքը եւ բավականին մեծ գումար եք կորցրել, որն է ավելի ցավոտ։ Այն որ կորցնում եք թե այն ինչին չեք հասնում։ Չէ, ցավոտ ասելով, նայեք, ցանկացած այդ իրավիճակ, որը ստիպում է, որ կոփվում ես ավելի, ստիպում է, որ դու ավելի ուժեղ դառնաս եւ դիմակայես նման տարբեր ստրեսային իրավիճակների։ Օրինակ, ո՞նց արձագանքեցիք այդ կորուստին։ Դե, երբ որ տեղի է ունենում, ինձ թվում է պետքա սառնասրտորեն արձագանքել, ուրիշ ձև չկա։ Ստացվում է այդքան հեշտ։ Դե հենց այդ տարբերությունը հասկանում եք գործարարի ոչ գործարարի։ Հիմա ոնց որ այն մարդիկ ովքեր դա չեն դժվար է այդ պահին հասկանում ես որ մեծ կորուստ եղավ, ցանկացած կորուստի փարագայում լավ չես զգում քեզ։ Մինչև հիմա փոքրիկ բան որ կորցնում եմ, էլի ինձ հաճելի չի։ Բայց ամեն դեպքում նման պարագայում պետք է սառնասիրտ մոտենալ եւ դասեր քաղել այդ իրավիճակից, այնպես անել, որ հաջորդ անգամ դա ոնց որ կոպիտ ասած ավելի մեղմ լինի հարվածը։ Որտեւ հարվածը մենք չէինք մեղավոր, իրավիճակներ, միջավայրներ եւ գործիքներ կան, որոնք թույլ են տալիս դա մեղմել։ Բայց ցանկացած գործիք իր գինն ունի։ Դու կարող ես շատ ծախսել նման գործիքներով քեզ ապահովելու,
բայց դա էլ քեզ խանգարի որ այլ տեղ չներդնես, այո, մյուս ուղղությամբ չներդրվես։ Բայց չբարթացնենք զրույցը, եկեք այն որ ասում է ցավ ուտեն, բայց պետք է սառնասրտորեն ընդունել։ Այ երբ ինչ որ ձախողում է տեղի ունենում կամ սխալ հաշվարկ է տեղի ունենում, այդ դեպքերում որ հետ հայացք եք գցում, ո՞նց է մեղավորությունը մտածում եք որ ձեզնից է գալիս, դուք կարող եք ինչ որ մի բան անել, բայց չարեցիք, թե փորձում եք ուղղակի իրավիճակը հասկանալ, անցնել առաջ, որովհետև շատ գործարարներ հիմնականում փորձում են մեղքի բաժինը կամ գցել աշխատակիցների վրա, կամ գցել իրենց անձի վրա, մտածելով, որ այ խնդիրը իրենց մեջ է։ Ես հիմնականում երևի թե առաջին հերթին իմ մեջ եմ փնտրում մեղքը, որովհետև որպես ղեկավար ես եմ կոորդինացնում, ես եմ կազմակերպում, տարբեր գործընթացները իմ պատասխանատվության գոտում են։ Բնականաբար լինում է, որ աշխատակիցներն են սխալվում, բայց դա էլ ոնց որ խրախուսում եմ ես, որովհետև կոպիտ ասած, եթե անընդհատ վախենաս, որ ինչ որ մի բան չի սխալ կարող արվի, ավելի շատ է լինելու։ Չէ, լինելու հարցը չի, մարդիկ խուսափեն ինչ որ մի բան նախաձեռնել։ Իսկ մեր ընկերությունում շատ կարևոր է նորարարությունը, նոր մոտեցումներ փորձարկելը եւ բնականաբար այդ փորձի ընթացքը կարող է լինել անհաջող։ Ու մենք շատ ունենք այդպիսի փորձեր, այսինքն տասնյակ երկրներ ենք փորձել early one-ով մուտք գործել, արդյունքը այն է, որ մի քանի տասնյակում փորձել ենք չի ստացվել, բայց 10 երկրում ստացվել է։ Մենք շատ ընկերություն գիտեք Հայաստանում ստեղծված որ product-ը արտադրել 10 երկրում բանան։ Շատ մարդիկ այն մյուս ենթարենք օրինակ եւս 20 երկիր, որը փորձել են, չէին էլ անի։ Որտեվ կասեին դե, չգիտեմ, Վիետնամը շատ հեռու է որ փորձենք կամ, բայց հիմա համ Աֆրիկա։ Հա, բայց հիմա համ Աֆրիկայում հաճախորդ ունենք, համ բանում, տենց Հնդկաստանում ենք հիմա նոր գործարք սպասում եւ այլն։ Այսինքն հենց այդ է հարցը, որ մենք առաջինը գանք սխալին, հա, ես միշտ փնտրում եմ սխալը իմ մեջ, փորձում եմ հասկանամ ինչ է այնպես չեն կարող, ինչը կարող ենք ավելի լավ անել, որպեսզի արդյունքը ավելի հաջող լինի։ Իսկ այ ասացիք, որ հաղորդումը լսել եք, Դավիթը ասում էր, որ գրառումներ է անում միշտ սխալների մասով։ Դուք ինչ որ մեխանիզմ ունեք կամ ինչ որ մեթոդ, որ այս սխալների դեպքում պետքա հիշել կոնեք, թե մոտ կյանքի փորձ է ձևավորվում, տենց եւ ներքին երևի ավելի վերլուծական ինչ որ մեխանիզմներ թույլ են տալիս հին փորձից դասեր քաղել։ Բայց երևի գրելը ավելի լավ է, չգիտեմ, բայց դրա վրա ժամանակ ծախսելն էլ էլի ռեսուրս է, չգիտեմ, չեմ փորձել, որ հստակ ասեմ։ Աշխատանքի ընդունելիս նոր աշխատակիցներին ասում եք, որ պատժիչ գործողություններ չեք կիրառում սխալների դեպքում։ Բայց չգիտեմ ով ասում, ինչ որ մեկը ասում է, այսօր գործեն ընդունել ասել են, որ կպատժեն։ Մեզ չեն պատժում։ Բա դրա համար ինչի մասին է, պետք չի պատժից խոսել, պետք է հակառակը մոտիվացիայից խոսել։ Կարծում եք չկան գործարարներ, որոնք պատժում են։ Աշխատավարձ են կրճատում, ավել պարտականություններ են։ Մեր ոլորտում ես նման ղեկավար չեմ ճանաչում, կիմանայի երևի թե, որտեղ շատերի հետ ենք շփվում, պատժելը, եթե շատ վատ բան չի արել, չեմ կարծում, որ պատժելը ճիշտ է, էլի։ Եղել են շատ վատ բանանողներ, որ պատժել եք ամեն դեպքում։ Ես ուզում եի հիշել տենց ինչ-որ մի դեպք, անկեղծ չեմ հիշում։ Բայց ինչ որ հիշողության մեջ մի բան կա, որ ինչ որ դրվագում երբ կոնկրետ վնաս է հասցվել անգործության կամ լավ վնաս, էլի նյութական ինչ որ ապրանքների տեսքով եւ այլն, կարող է ինչ որ տես մի բան հիշում եմ, բայց անկեղծ դա եղել է փոխհատուցման կամ ինչ որ բանի մեխանիզմով, բայց նույնիսկ դեպքը չեմ հիշում։ Ես չեմ հակված չեմ այդ մեխանիզմին։ Բայց բնականաբար, եթե պահեստապետին օրինակ վստահված է պահեստը, ինքը պետքա նրբանկատ լինի, որտեղից բան չպակասի։ Այո, եւ եթե պակասում է, ինքը պետքա պատասխանատվություն կրի։ Բայց եթե մարդ օրինակ product manager-ը որ պիտի նոր բան փորձարկի, եւ իրան անընդհատ պատժեց, ասել, վայ փորձարկեցիր վատ եղավ, դա սխալ մոտեցում է իմ կարծիքով։ Պետք է հնարավորություն տաս, որ մարդիկ իրենց մտքերը այո փորձարկեն եւ որը կարա բերի հետագայում մեծ հաջողության։ Եվ միայն այդպես էլ հնարավոր է իմ կարծիքով։ Early one-ը սկսելիս այն հաշվարկը, որ թվերի մասով ունեցել եք ու սխալվել եք, բացի դա, այլ ինչ դժվար շրջաններ եք ունեցել ու առհասարակ այն
ինչ որ պատկերացրել եք, այդ տեսքը ստացել եք early one-ի համար, թե բացարձակ այլ բան է ստացվել։ Իդեպ ասեմ, որ early one-ի պարագայում տարբեր հիպոթեզներ ենք ունեցել բիզնես մոդելի, արժեքի, նաև ֆունկցիոնալության, բոլորը արդարացվել են։ Դրանց շատ քիչերն են եղել, շատ քիչ ինչ որ բաներ են եղել, որ հասկացել ենք, որ առանձնապես պետք չէր իրեն իրականացնել այդ բան։ Բայց ընդհանուր հիմնական անկյունակարային ոնց որ բիզնես մոդելը, իր մոտեցումը, նաև որոշ դեպքերում իդեպ ասեմ բիզնես մոդելը կոչվում է software as a service, ծրագրային ապահովումը որպես ծառայություն, եւ այդ մոդելը մեզ թույլ է տվել շատ ավելի լայն շրջանակ հաճախորդների ներգրավել բջջային հավելվածի մեջի յուրահատուկ ալգորիթմը մինչև հիմա չգիտեմ խի եզակի է իր տեսակով աշխարհում չեն գտնում նման։ Բայց կարծում եմ դժվար է չէ եղել ձեզ համար այն սկզբնական շրջանում, որ պիտի ներկայացնեիք, բացատրեիք ինչա, ոնց է աշխատում, մեր հանրությունը մի քիչ փակ է այդ մասով ու նորությունների մասով, այս սխալն է։ Այդտեղ ոնց որ հիմնական միտքն էր, որ մեր սպասելիքային էր, որ դե լավ բան ես անում, մարդիկ պետքա շուտ դա ընկալեն ու վերցնեն։ Բայց այնպես եղավ, որ շատ դժվար են կարողացել մարդկանց սովորեցնել, որ նման լավ բարիք կա ստեղծված ձեր համար, որ դուք կարող եք չսպասել հերթերում, եւ մինչեւ հիմա մարդիկ կան, որ տենց նման օգտվողներին թարս են նայում, ասում են, «Էս խի եկավ առաջ ընկավ», բայց այն դեպքում որ այդ մարդը իր հերթը տանն է սպասել։ Հիմա ինչի գան նստի բանկի մասնաճյուղում պետական հիմնարկում երկար սպասի, եթե կարա իր գործով զբաղվի, եւ այնտեղ իդեպ ասեմ, այդտեղ կա արդարության սկզբունքը, համակարգը շատ արդար է աշխատում, հաշվարկ անում, բոլոր նրանք ովքեր հերթում կան, նոր հաշվում է, հերթում տեղ է տալիս հաջորդ բջջային հավելվածով գրանցված հաճախորդին։ Իրազեկումը լիարժեքորեն եք իրականացրել ըստ ձեզ, թե դեռ տեղ կա։ Ասեմ, երևի ոչ, որովհետև դա էլ ռեսուրսների հետ է կապված եւ մենք տարբեր այդ գործիքների միջոցով փորձում ենք տեղեկացնել։ Վերջի գործիքներից մեկը այն է, որ հենց տերմինալի վրա հարցում ենք early one-ով եք եկել թե ոչ։ Որ ասեն, բայց ինչա գոնե էլի կամ գրած է նախապես գրանցված է early one-ով, որ բոլորը հասկանան, որ կա նախապես գրանցման գաղափար առնվազն։ Բայց ինչպես գիտեք, կան մարդիկ, ովքեր էլի հին ոճի մեջ են իրենց դժվար են փոխում իրենց սովորությունները, տենց ասենք, Ես օրինակ։ Հա, մինչև early one-ից չեք օգտվում։ Իսկապես։ Ես աշխատում եմ բանկերի հետ գործ չունենալ եւ նման տեղերի, բայց առհասարակ ես շատ այսպես պահպանողական մոտեցումներ ունեմ եւ շատ նույնիսկ դժվար է ինձ հաջողվել drive-ից օգտվել, mail-ից օգտվել, քարտից օգտվել, վճարումներ կատարելիս։ Շատ օրինակ եմ։ GGL չեք օգտագործում։ Բացարձակ։ Բան ձերքով տաքսի եք անցնում, հա, տենց հասկացա։ Այնպես որ օրինակը ձեր դուք շատ վատ օրինակ եք, ես մասն էլ կարելի է կտրել հաղորդումից, ոնց որ մարդկանց նման բաներ չքարոզել։ Ես ամեն դեպքում չեմ քարոզում, ես ասում եմ, որ ես սխալ եմ վարվում։ Այո, սկսեք ձեր սխալներից, հետո ինտերվյու վերցրեք մեր սխալների մասին, Մոնիկա։ Հիմա ամեն դեպքում ասեմ ձեզ, որ նույն early one-ի պարագայում early one-ը միայն բանկերում չի գործում, եթե տեսնեք դա հիվանդանոցներ են, տարբեր Հա, ես ուղղակի օրինակը բերեցի։ Պետական հաստատությունների գերակշիռ մասը, որտեղ ծառայություն է մատուցում քաղաքացիներին, նույնիսկ Հայաստանի դեսպանատներում, աշխարհում, տարբեր տեղերում կա early one, հենց որ մարդիկ կարող են նախապես early one-ով գրանցվել եւ գալ եւ խնայել իրենց ժամանակը։ Ու ձեր ժամանակը նաև մերն է, հենց որ խնայեք ձեր ժամանակը, Մոնիկա, օգտվեք ճիշտ գործիքներից։ Այո, ես վստահաբար կօգտվեմ, ես կուղեմ իմ սխալը, հետևություններ կանեմ։ Ու ձեր լավ լինելը նաև մեր հաջողության, որ ասում եմ գրավականն է, ու յուրաքանչյուր հայ մարդու, ով իր ժամանակը կարա ծախսի հանուն երկրի։ Լավ իրազեկման process էր էս ամեն ինչը, նաև ինձ համար։ Շատ լավ, դրա համար է եկել։ Գևորգ ջան, իսկ թվերով կհիշեք քանի հոգի է early one-ից օգտվել կամ ընկերություն կամ չգիտեմ ինչ որ թվային տվյալներ մեզ տրամադրեք։ Կամ ինչն էլ գիտենք։ Early one-ից օգտվում են, նայեք, early one-ը մի քանի մաս ունի։
Առաջին մասը դա հենց այդ տարբեր կազմակերպություններում տեղադրված սարքերն են իրենց մեջի ծրագրային ապահովումով։ Եվ իմ կարծիքով մեր համակարգը ամենաշատ օգտագործվող համակարգն է Հայաստանում, որովհետև գրեթե բոլոր այդ մասսայական կիրառվող հաստատություններում ինքը տեղադրված է, եւ նույնիսկ երբ որ դուք գալիս եք սենսորային էկրանի միջոցով ծառայություն եք ընտրում, դա շփվում եք մեր ծրագրի հետ։ Դա մեր համակարգն է գործում։ Բջջային ամենուր մենք ենք կարելի է տենց ասել, ամենուր չէ, ինչ որ տեղեր կա մենք չենք, բայց դե։ Հիմա հաջորդ կտորը դա բջջային հավելվածն է, որը անվճար է մարդկանց համար եւ մենք ունենք 350,000-ից ավել օգտատեր։ 350,000-ը դե որոշ ընկերություններ օրինակ այս թիվը կոմերցիոն գաղտնիք են համարում եւ չեն ասում, բայց մենք չենք թաքցնում։ Շատ Երևանում եք միայն Հայաստանի մասշտաբով նկատի ունեմ, թե մարզերում էլ ծրագիրը գործում է։ Ես դες ավելին ասեմ, որ ամենաշատ օգտվող ոնց որ տոկոսային, ամենաշատը բջջային հավելվածից օգտվում են Էջմիածնում։ Իսկապես։ Այո։ Իսկ Երևանի թաղամասերից կարող եք ասել որտեղ է, որ ամենաշատն են օգտվում բջջային հավելվածից։ Նոր-նորք, ինչի նոր-նորք։ Բանգլադեշ։ Ну Բանգլադեշ չի, Մալեցիա ու դուք ճիշտ եք այդ երկրորդ պարագայում։ Մալեցիայում ամենաշատն են օգտվում։ Ինչու՞։ Ինչով է պայմանավորված։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, չեն գտել այդ։ Մարդիկ երևի ավելի շատ են ոնց որ խնայում իրեն ժամանակ այնտեղ։ Այնտեղ լավ եք իրազեկում իրականացրել կամ։ Դե կարող է այնտեղի գործընկերներ են, այո, լավ իրազեկել, ամեն դեպքում մենակ դա չի պատճառը։ Նույն Էջմիածնի պարագայում շատ զարմացած էինք, որ ամենամեծ տոկոսը մարզերում Գյումրի չի, Վանաձորը չի, կամ Մարզազենք այո։ Բայց բոլոր տեղերում հնարավորությունը կա, չէ՞։ Այո, կարող եք բացել, տեսնել, գրեթե բոլոր խոշոր քաղաքներում արդեն կան ինչ-որ ծառայություններ, բայց քանի որ Հայաստանում ընդհանրապես մեկ խոշոր կառույց չի օգտվում մեր համակարգից, մնացածը օգտվում են, այդտենց կարողանում ենք այդ ծածկույթը ապահովել մարդկանց համար։ Իսկ կան ինչ-որ փոփոխություններ, որոնք պիտի իրականացվեն։ Early One-ը ուզում ենք ծառայի բոլոր տեսակի ծառայությունների համար, որտեղ որ դուք պետք է ժամադրություն ունենաք։ Եվ հիմա ավելացրել ենք արդեն գեղեցկության սրահները, սպա կենտրոնները, հիմա ակտիվ աշխատում ենք նույն հիվանդանոցների հերթերը կազմակերպելու ուղղությամբ եւ ցանկացած, եթե տեսնեք, այսինքն ցանկացած բիզնես, որտեղ դուք ժամադրություն կարող եք ունենալ ծառայության համար, մենք ներառում ենք early one մեջ։ Դա նույնիսկ կարող է լինի, օրինակ, bowling խաղալը, լինի թենիս սեղան, ծոր կամ թենիսի կորտ վարձակալելը։ Պլանավորման գործիք էլի մի խոսքով։ Այո, ժամադրություն, կազմակերպման, ապահովման, ոնց որ օրինակ եթե ինչ որ յուրահատուկ ծառայություն պետք է ստանա, կարող եք այդ ծառայությունը early one-ի միջոցով գրանցվել, պայմանավորվել եւ այդտեղ հզորացնում ենք գործիքակազմը, որովհետեւ դա մաքսիմալ հարմար լինի մարդկանց։ Գևորգ ջան, վերջում հետաքրքիր է ինչ խորհուրդ կտաք գործարարներին եւ արդյոք գործարարը պիտի խորհուրդ լսի։ Ես շատ եմ լսում խորհուրդներ տարբեր, ինքս խորհուրդ տալը ոլորտից ոլորտ շատ տարբեր է գործունեությունը, բայց ես կասեի, որ պետք է խիզախ լինել, ավելի ռիսկային գործել որոշ դեպքերում, ինչը ես որոշ դեպքերում տես չեմ, ես ավելի փորձում եմ անվտանգ խաղալ, որը այդ իմ վախերի հետևանք է, որ այնպես, բայց կան գործարաններ, որոնք իրենք բան են անում, էլի ավելի ռիսկային են, հավանականությունը որ ինքը մեծ արդյունքի այդ միլիարդանոց բիզնեսի կհասնի ավելի բարձր է, բայց հավանականությունը որ ինքը կկորցնի բիզնեսը շատ ավելի բարձր է։ Այսինքն դա տենց միանշանակ չէ։ Բայց ոչ գործարարներին կուզեմ խոսքս ուղղեմ, ասեմ որ միշտ մտածեն ինչ կարող են ստեղծել, ինչ խնդիր կարող են լուծել, փնտրեն դա եւ չվախենան առաջին քայլերից։ Եթե դուք նայեք ձեր շրջապատում կտեսնեք, որ հիմնականում մարդիկ վախում են ամենաառաջին քայլը անելուց։
Սա առաջին քայլերը շատ կարևոր է։ Մի Դրա համար վախեցեք միշտ էքսպերիմենտ անելուց։ հյուրերը ասում են, որ այդ առաջին որոշումը շատ էմոցիոնալ են կայացրել ու երկար չեն մտածել։ Միշտ չի որ երկար են Մենք մտածում։ երկար չենք մտածել մեր առաջին բիզնեսը սկսելուց։ Մեզ գաղափար են տվել Հայաստան ներմուծել հերթի համակարգ, մեզ 1 ժամ է պետք եղել, որ մտածենք եւ հասկանանք, որ մենք կարող ենք դա արտադրել Հայաստանում։ Որի արդյունքում հիմա մենք Հայաստանից արտահանում ենք, ասենք, տարբեր երկրներ, երևի մոտ 10-ից ավել երկր, մեր երկիր արտահանել ենք մեր արտադրանքը, սարքավորումների տեսքով։ Էլ չեմ ասում դե սոֆթ է։ Հրաշալի է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Մոնիկա ջան։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ սխալ հաշվարկի իմ զրուցակիցը Լիվանի հիմնադիր Գևորգ Սաֆարյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։